Ես այս պահին Գյումրի 31-37 ընտրատեղամասի դիմաց եմ ըստ անկախ դիտորդական առաքելության եւ Գյումրիում եւ Փարաքարում երկու համայնքներում տեղի ունեցող ընտրություններն էլ հաշվի առնելով այս պահի դրությամբ այսպես մեծ միջադեպը, խոշոր միջադեպը այստեղ է եղել եւ ըստ անկախ դիտորդից Դանիել Հովհաննիսյանի հանձնաժողովի նախագահը փորձել է օգնություն առաջարկել հատկապես տարեց ընտրողներին դիտորդը արձանագրել է մոտեցել է եւ ընդգծել է, որ սա խախտում է, չի կարելի եւ ի վերջո վիճաբանություն է եղել։ Եղելությունը հետեւյալն է, անկախ դիտորդ դաշինքի դիտորդները գտնվում են Գյումրի 31 կոտորակ 37 տեղամասում, որտեղ նկատել են, որ հանձնաժողովի նախագահը պրոակտիվ կերպով ուրեմն ընտրողներին, տարեց ընտրողներին գերակշռապես առաջարկում է, որ օգնողով քվեարկեն։ Ինչը ընտրական օրենսգրքի կարգավորումների խախտում է, որովհետև ընտրողը կարող է ինքնուրույն կարող է քվեարկել։ Միշտ պետք է հիշել, որ օգնողով քվեարկելը դա քվեարկության գաղտնիության որոշակի զիջում է, որը պետք է միայն այն դեպքում, երբ որ ընտրողը իրոք չի կարող ինքնուրույն քվեարկել։ Ըստ էության մեր դիտորդը այդ մասով մի քանի անգամ նկատառումներ է հայտնել հանձնաժողովի նախագահին, դրանից հետո պահանջել է, որպեսզի գրանց համաձայնում գրառում կատարվի եւ երկար ժամանակ նաեւ այդ առումով էր խոչընդոտվում, չէին կատարում գրառում, վերջում իհարկե գրառումը համաձայնվեցին, կատարեցին, բայց նաեւ որոշեցին, որ պետքա դիտորդին տեղամասից հեռացնեն։ Եվ հանձնաժողովը որոշում են կայացրել դիտորդին տեղամասից հեռացնելու հետ կապված ըստ էության սա է եղելիությունը եւ նույնիսկ վերջում եղել է իրավիճակ, որ հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է այ ինատ քեզ այս ընտրողին էլ եմ առաջարկում ու ինչ որ մի ընտրողին էլ տենց առաջարկել է, որ օգնողով քվեարկի։ Հանձնաժողովի նախագահը մինչդեռ ընդգծում է, որ թյուրիմացություն է եղել, մեկ տարեց ընտրողի մասին է խոսքը, բայց եւ ընդունում է, որ ներսում վիճաբանություն չպիտի լիներ։ Պետ տատիկը եկավ թորի հետ։ Ես այդ նույնիսկ ես այդ ժամանակ դրսում էի։ Տեսա որ խնդիրներ ունի տեսողությամբ։ Մի կերպ անցավ ես քարերը, ներս մտավ, ես մտա հետևիցնես, այն պահել որ ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը հարցրեց. «Տատիկ ջան, օգնության կարիք կա» հարցերից։ Ասես չէ։ Տվեցին ինչ պահանջվող նյութերը, տատիկը գնաց իր խցիկը, տղեն թորը գնաց մյուս խցիկը։ Ուրեմն այդ ընթացքում բաներ թորն ասեց, թե ինքը տեսողության խնդիր ունի, ագնոսները մնացել էր թորի մոտ։ Թորը տվեցին, ես այդ ագնոսները այսպես հերվանց առանց խցիկի երևանցնելու, դրեցի սեղան, ստա դեսել քո ագնոսները։ Վերցրեց։ Թորը քվեարկեց բրզա դուրս եկավ, թղթերը հանձնեց, սպասեցինք մոտ 2-3 րոպե ու թորը հարցրեց. «Տատ, կարող եք համ օգնելու»։ Տատը ասեց, «Արի, չեմ կարողանում»։ Մի թույլտվությունը որտեղ է, այստեղ միջադեպ նույնիսկ կարելի է չսել։ Դիտորդը, որն որ տեսել էր, որ մենք առաջարկում ենք տատիկին օգնություն, ասես պետք չէ։ Հետո ինքը թե շուռ էր եկել, թե ինչ էր եղել, տարավ են պահին, որ թորը մտե տատին օգնում է։ Ինձ միանգամից սկսեց մեղադրել, որ ես զորով օգնության եմ ուղարկել տատիկի, որը չի թույլատրվի։ Իշքան որ ինքը գիտե օրենքները կանել մենք։ Ինքը կարող է բանամ ավել գիտենա, հարցերը չէ։ Իմ թերությունն էր, որ ես պիտի ուղղակի իրան դուրս կանչեի, ստեղ այդ վեճը էր տար։ Ներսը չխախտվել, այսինքն իմ բաժին մեղքն է կա, ինչ դուրս, բայց օրենքի տառը մեր կողմից բացարձակ չի խախտվել։ Բայց այդ մի դեպքն է։ Այդ մի դեպք է, ուրիշ դեպք։ Այս տեղամասում ավելի քան 1000 ընտրող կա եւ հիմա մոտավորապես 12:30-ի դրությամբ շուրջ 80 ընտրող է մասնակցել, թե որքանով է սա ակտիվ, թե ոչ, հանձնաժողովի նախագահը չնշեց, բայց ընդգծեց, որ նախորդ ընտրություններում մոտ 300 ընտրող է մասնակցել։